Բարի լույս աշխարհասփյուր հայությանը, ասում են ստեղծող, աշխատող, արարող, զբաղված մարդը ժամանակ չի գտնում ուրիշներին փնովի, ուրիշներին վատ բաներ ասի, բամբասի ուրիշների մասին։ Արթուր Աբրահամի մեր համայն հայության ուրախություն, համայն հայության պատիվ, Հայաստանը որպես ուժ եւ ուժեղ երկիր ներկայացնող մարդուն այսօր լիքը դատարկաբաններ անդրադառնում է եւ իրանց դատարկ եւ իրանց ճղճիմ հոգեվիճակներ ներկայացնում։ Միշտ ասել եմ, որ տենում եք ուրիշի մասի խոսում եք, վատ բաներ եք խոսում, ուշադիր եղեք, որ ձեզ էլ չանդրադառնան անձնապես, ասեն, բա դու ով ես, դու ինչ ունես արած քո պետության համար։ Եվ մի բան էլ ես բացահայտել եմ, ընդհանրապես իշխանության հանդեպ դրական անդրադարձող մարդկանց չի սիրում այն հայը, ով որ հպատակա Ռուսաստանին։ Ձեզ ուղիղ ասում եմ, սա կարող է 100%-անոց չլինի, 98 կամ 95% լինի, բայց եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարության հանդեպ հարգալից խոսող մարդ են տեսնում, եւ հետները նորմալ կապ ունեն կամ կապել չունեն, ուղղակի դրական են անդրադառնում, մեկն էլ ես օրինակ դրական մասով եմ անդրադառնում բացասական էլ, բայց այն դրական ասելուց վրա ես նկատել եմ, որ հավաքվում են ինչպես որ կհավաքվեն ճանճերը գինու վրա, միլմիլո ենք ասում մեր բարբարոն փոքր ճանճերը, միլմիլո էլի կոչում, մենք տենց ենք ասում, այդպես հավաքվում են, չէ՞ գինի վրա, նրանք էլ հավաքվածներ այդ միլմիլոները, դրանք ռուսամետ ուժեր են, դրանք ռուսամետ մտածելակերպի մարդիկ են, այդ չեմ ասում է Հունաստանամետ, չեմ ասում օրինակ Ֆրանսամետ, Բելգիամետ, այդ մարդիկ կոնկրետ Ռուսաստանի, գնացեք խնդրում եմ, մի հատ հատուկ կարող ապարատ լինի, DNK արեք, անալիզ արեք, դուք ձեզ բացահայտեք, դուք ձեզ ճանաչեք, թե տեսեք ինչու դուք այդքան ատելությամբ եք լցված Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Հա, ժողովուրդ, այսօրվա ղեկավարությունը մեր ժամանակավոր պետության, այսպես ասած, դեմքն է, 5 տարով է, 10 տարի է, 8 տարի է արդեն դեմքն է։ Եթե դու քո պետության դեմքի հանդեպ անհարգալից ես խոսում, դու ուրեմն պետություն չես սիրում, դու պետականության գինը չգիտես, դու ուրիշ պետության, ուրիշ ազգերի հպատակ ես եղել եւ ամենայն մեծ հավանականությամբ քո արիա մեջ է եկել է եւ նորից կրկնում եմ ուղիղ եթերներով, տեսանյութերով կամ իրաց գրառումներով Նժդեհի անուն տալը, Արեմտյան Հայաստան, Արարատ Սար եւ այլ չգիտեմ տենց սիմվոլների մասին խոսալը, դա դեռ չի նշանակում, որ դու պետականամետ ու հայրենասեր ես։ Դա նշանակում է, որ դու մանիպուլյացնում ես ժողովրդին։ Այսինքն դու այդ տենց բաներ ասելուց, մարդիկ լսելուց ասում են դե երևի սիրում է, էլի հայրենիքին, բայց երևի։ Իսկ ես այդ երևակայող մարդկանց ասում եմ, որ տենց մարդիկ հիմնականում դրանք սատանաներ են հրեշտակի շորեր հագած։ Անձնապես չեմ ճանաչում Արթուր Աբրահամին, ոչ կյանքում շփված չկամ, բայց յուրաքանչյուրս էլ ունենք բնավորություն, ունենք դաստիարակություն, ունենք մտածելակերպ եւ այլն եւ այլն։ Մենք չենք կարող ասենք սա իդեալն է, կարող են ամենն էլ իր սխալը ունի։ Բայց Արթուր Աբրահամին մենք ճանաչում ենք որպես սպորտսմեն, նույնիսկ ոչ քաղաքագետ, այսինքն նույնիսկ եթե ինքը քաղաքական ինչ որ հայացքներ ունի կամ մեկնաբանություն է արել, դա չպետք է մենք ընդունենք որպես քաղաքագետի խոսք, դա պետք է ընդունենք որպես քաղաքացու խոսք։ Արթուր Աբրահամը հավասար քաղաքացի է, ինչպես եւ դու, որ իրան քննադատում ես։ Եվ ինքը ունի իրավունք ում ասես երկրպագի, ում ասես սիրի կամ չսիրի։ Ես այդ մարդուն ճանաչում եմ որպես սպորտսմեն, լավ բոքսեր, հաղթանակներ բերած, ներդրումներ արած, Հայաստանը ճանաչելի իր ձևով էլ իր չափով էլ աշխարհին ցույց տված, այսինքն ինքը մեծն հայորդի է, եւ մեծն հայորդիների բոլորի մեջ ելնում են բոլորն էլ տարբեր բնավորությունների։ Հիմա դուք այսօր որ ինչքան նահատակված հայտնի մարդիկ կան հերոսներ, ազգի հերոսներ, իրաց նկարի տակ եթերներ եք անում, մեկը Մոնթե Մելքոնյանի, մեկը Գարեգին Նժդեհի, մեկը չգիտեմ ով որ նահատակված է, դուք իրանց երկրպագում եք, դուք ողջերին, սաղ թաղում եք։ Բայց դուք եթե այդ մարդկանց բնավորություններ ճանաչեի, կարող է եւ ասում եմ, կարող է եւ իրանց բնավորության մեջ էլ գիծելներ, որ ասեք մենք չենք ընդունում այդ գիծը։ Բայց քանի որ չկա,
Դուք սիրում եք չեղած բաները սենց փառավորել, սիրում եք չեղածից խոսալ, բայց եղածը որ ձեր հետ է, ձեր կողքին է, ողջ է, սաղ թաղում եք։ Ուղղակի չեք Արթուր Աբրահամին ինչքան էլ ուզենաք դուք ձեր այդ կեղտոտ ճղճին բառապաշարը բանով թաղեք, լուրջ եմ ասում դուք ձեր մասին եք դառնալու պատմասը, դուք ով եք։ Դուք առաջին քրիստոնյան եք։ Հայ ազգի առաջին բանը քրիստոնեությունը ընդունած ժողովրդի հետնորդներն եք։ Դուք դե հայ եք, դուք քրիստոնյա, դուք ինչ փնովել, ինչ վատաբանել, ինչ պատվիրանների խախտում։ Արա կոնկրետ իրանք հայրենանվեր գործ են անում, որովհետև Արթուր Աբրահամը, եթե չի հպատակվում Մոսկվային, եթե Պուտինին պապա չի ասում, արա դու ինքը ինչ հայ, արա հայը մենք ենք, մենք Պուտինին պապա ենք ասում։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի Ռուսաստանի կազմը, որ մենք լիարժեք մեր սրտները հովանա, մենք հանգստանանք, մենք մեզ լավը զգանք։ Այս մենք ես ասեցի, որ իրանք ված չզգան, էլի, որտեղ այդ տեսակ մտածելակերպի մարդիկ, դուք հələ այնքան պետք է աճեք, դուք հələ պետք է այնքան դիզինֆեկցիա անեք ձեր հոգիները։ Ոչ մի բան չեղով, եկած մի օր բանը Մկոին էին կպնում, մի օր մեկ ուրիշ դերասանի ու երգչուհի են կպնում։ Ժողովուրդ ջան, Ռազմիկ Ամյանն էլ հայտնի երգիչ, դե հիմա այն էլ Ռոբերտ Քոչարյանն ամետա ոնց հասկացա։ Ես արդյոք իրան կարամ դրա մասով վատ բան ասեմ։ Ոչ, այդ մարդու քաղաքական հայացքները տենց է։ Եթե մի քիչ երգը, արվեստը, իր այդ գործունեությունը թողնի, զբաղվի խորը քաղաքականության մեջ, կարող է մի օր ընենց հիասթափվի Քոչարյանից։ Եվ դառնա ասի, գիտեք ինչ կա, Նիկոլը Ոսկի է Քոչարյանի մոտ։ Ես ինչ ասում եմ, սա ժամանակի հարց է։ Հերթով սենց, ովքեր Քոչարյանին շատ երկրպագել են, մեծարել են, հերթով գալով է ժամանակը, որ ասելու են Նիկոլը Քոչարյանի մոտ Ոսկի է։ Նույնը միգուցե եւ Արթուր Աբրահամի մոտ էլ է այդ պահը, որտեղ ինչ որ վիդեոներ են հրապարակում, որտեղ Ռոբերտ Քոչարյանը ծնունդունը բան արել, շնորհավորել է, միջալոց ես օրինակ չէի ասի, խի է շնորհավորել Քոչարյանը։ Չէ, ախպեր Քոչարյանին երկրպագել է, ու եկել է մի ժամանակ միգուցե արդեն թոշակի է ինքը բանի, սպորտում եւ խորացել է Արցախի կոնֆլիկտի մասով Հայաստանի ընդհանրապես պատմության այս վերջի անկախ Հայաստանի պատմության մասով իր համար բացահայտումներ է արել, պարզելա որ Քոչարյանը այնքան վնաս է հասցրել մեր պետությանը հեռանկարային, որ Նիկոլը չլինի, Գևորգը լինի, դու լինես, մյուսը երկար տարիներ է պետք վերականգնելու այդ վնասները։ Այսօր նույն Քոչարյանի ուժը, քոչարյանականները ասում են Թրամփը եկավ Թրամփի ուղին վերցրեց Սյունիքով բան 26%, 50%, մեկը չի ասում։ Դուք գույք պարքի դիմաց ոչ թե տոկոսով ես տվել, ժամանակավոր ես տվել, ցմա հավերժ ես տվել, 0.01% առանց եկամտի։ Մենակ մի բան, իբր թե Հայաստանի անվտանգությունը իր ձեռնա իրանք կպաշտպանեն։ Հույս ունենա, որ Արցախի անվտանգությունը կպաշտպանեն։ Եթե դուք ամեն ինչը տվել եք ռազմավարական կարևոր նշանակության օբյեկտները, որպեսզի ապագայում Արցախի հետ ինչ որ պատերազմ սկսի Ադրբեջանը եւ Ռուսաստանը պաշտպանի, չի պաշտպանել, ուրեմն գցելա ձեզ։ Ես ձեզ ուղիղ ասում եմ, ոչ թե գցելա Նիկոլ Փաշինյանին, այլ գցելա ձեզ, իսկ ավելի գլոբալ վերցրած Հայաստանի Հանրապետությանը գցելա։ Դե թքեմ ես տենց դաշնակցի պատկերին, եթե ինքը իր դաշնակցին գցում է, որ իրան аэроպորտում չեն դիմավորել։ Այս միամիտ թեզներ ժողովրդի մեջ տարածել են։ Չի դիմավորել է։ Հիմա Ալիև քեզ չենք ասել Արի Կարեն Դեմիրճյանի արձանի դեմը ծնկի, բայց գնացել ես Հեյդար Ալի, ճիշտ եմ ասել, Պուտինն եմ ասել, հա, կներեք խոսքս Պուտինին նկատի ունեմ, Պուտին քեզ չենք ասել Արի Կարեն Դեմիրճյանի արձանի դեմը ծնկի, բայց դու գնացել ես քո կամքով, քո ցանկությամբ, շողոքորթելով թուրքական աշխարհին, թուրքերին, մուսուլմանական աշխարհին, գնացել ես Հեյդար Ալիևի արձանի տակ ծնկել։ Մեր ռազմական դաշնակից Ռուսաստանի թագավորը գնացել է մեր թշնամի պետության նախագահից արձանի տակ ծնկել։ Ու մեր երկրի հայրենակիցները Պուտինին պապա ասողներ կան։ Իմ հայրենակիցը հայ է, հələ ինձ էլ հավան չի, հələ իմ մտքերը, իմ տեսակետները չի կիսում, հələ չի համարում արժանի հայորդի, չի համարում իր քաղաքացի, չի համարում իր եղբայրը, դու ով ես արա Գևորգ ես, ինչ եղբայր մենք ասենք, բայց ինքը Պուտինին պապա է ասում։ Եթե էֆիրով էլ չի ասում, գիշերը քնելուց առաջ ասում է բարի գիշեր պապաս, վայ պապաս,
Տենաս ոնց է պապաս, տենաս ուկրաինացիները հո դրոն չեն բաց թողնում պապայիս վրա։ Թաղեմ պապատ։ Ինչ շորտ եք մենք։ Այսքան նժդեհին անունը տալիս եմ, բայց նժդեհի խոսքերքը մոռանում եմ, որ հայ ժողովրդից են կողմ աշխարհում չկա այդքան, որ ռուսներին այդքան արած լնեն, այդքան սիրեն ռուսների համար։ Վերջը ձեր եղբայրը չի Աբրահամը, ճիշտ եմ չի հասկացել, ձեր եղբայրն է Պուտինը, ձեր եղբայրն է յուրաքանչյուր քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան, քաղաքական գործիչ, եթե ռուսական կողմի վրա հակումներ ունի։ Ես հակառուս չեմ, ես ռուսներին չեմ ատում, բայց անկեղծ ասած ես չեմ կարող իմ երկրի ղեկավարության, որը ժամանակավոր է, իրանք ժամանակավոր ղեկավարներ, ես այդ իմ ժամանակավոր իմ պետության ժամանակավոր ղեկավարության հանդեպ թշնաման կատելության խոսք, անհարգալից խոսք տարածեմ։ Եթե ես տենց բան անեմ, ես հետո իմ երեխեքն էլ կամաչեն իմ արածի համար, բայց այսօր իմ երեխեքներին թորներն էլ հպարտանալու են վաղը, որ իրանց հայրը մի ժամանակաշրջանում, երբ որ ամեն ինչ քաոս էր երկրում, ինքը խոսում է քաղաքական ղեկավարության մասին հարգալից, սա վաղը իմ երեխեքին, իմ թորներին պատիվ է բերելու։ Հասկացաք, որտեղ բոլոր ժամանակներում քաղաքական հայացքներ, քաղաքական իրավիճակներ տարբեր է։ Տեսեք ոնց է այսօր լիքը քաղաքական, օրինակ, լիքը մարդիկ կան, քաղաքացիներ կան, սիրել են, երկրպագել են Ռոբերտ Քոչարյանը, բացահայտել են, որ Ռոբերտ Քոչարյանը այն քաղաքական գործիչը չի, որ Հայաստանը կառուցել է։ Հայաստանի կառուցումը, զարգացումը, այդ տնտեսության ինչ որ աճը, Հյուսային Պողոտան, լույսերը Երևանի, թոշակները եւ այլ դրական բաներ Քոչարյանի ժամանակ, ես ասում եմ իմ բերանով, որ եղել է դրական բաներ, կամաց ժողովուրդը բացահայտում են, որ դա ոչ թե Ռոբերտ Քոչարյանի բնածին, բնատուր շնորհքն է, այլ տվյալ ժամանակներում ԽՍՀՄ-ի քանդվելուց հետո Եվրոպան իր դռները բացել է հետխորհրդային պետությունների առաջ, համաշխարհային գլոբալ վերցրած տնտեսությունը աճում էր, զարգանում էր եւ Հայաստանը չէր կարող անմասն մնալ, Հայաստանն էլ աճեց, նույնը Ռուսաստանը աճեց, նույն Պուտինի օրոք, բայց այսօր էլի դեռ շարունակում է Ռուսաստանի նախագահ մնալ Պուտինը, բայց Ռուսաստանի տնտեսությունը չի աճում։ Չեք հավատում, Պուտինը վերջերս 3 օր առաջ, 4 օր առաջ խոստովանում է, որ հետընթաց է գնում։ Այսինքն համաշխարհային այս գլոբալ process-ները, որ պատերազմներ ալնում, ճգնաժամներ, բան առողջության, կորոնավիրուս, հազարը մի վիրուս, վերջը պատերազմներ եւ այլն, այս ամեն ինչը ազդում է ոչ միայն տվյալ կռվող պետության վրա, այլ հարևանների վրա։ Հիմա Հայաստանը օգտվել է այդ վիճակներից, որ դա չի նշանակում, որ Քոչարյանն է եղել օգտվել է, օգտվել է, որովհետեւ այդ ժամանակում աշխարհը այտենց էր զարգանում։ Հիմա պատերազմները շատ է, ու այս պատերազմական իրավիճակներում, եթե Հայաստանը դեռ ներգաղթ կա, արտագաղթ չկա, դրական քայլեր կա, չգիտեմ, եւ կենցաղային հարցերում դրական քայլեր կա, այդ մասով պետքա յուրաքանչյուր քաղաքացի ուշադիր լինի, գնահատի համեմատություն անի այլ պետությունների հետ։ Ու այնպես որ մենակ Արթուր Աբ รา համը չի, լիքը հայրենակիցներ մեր կամաց բացահայտելու են, որ սխալ են եղել, եթե ես չգիտեմ Արթուր Աբ รา համը քաղաքական բանով կողմեր Ռոբերտ Քոչարյանին հիմա փոշմանել է, թե ինքսկի քաղաքականությունում չկա Քոչարյանի ժամանակ ինչ որ կապ ա եղել, շնորհավորել է ծնունդը, հիմա երկրի վարչապետն է հարգալից է խոսում, հա, մանավանդ ինքը մի հատ ելույթ են ցույց տալիս, ինչ որ ասել է Արցախը չենք տալու Թուրքին պետք է ժամանակի հարցակը պատժեն, դա չի նշանակում ինքը հակա նիկոլական, հակա իշխանական զրույց է արել, եթե ասում, ես էլ եմ ասում, Նիկոլն ասում է Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, տենց է չի ասում, ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, աշխարհը իրան ճանաչում է, եւ իր յուրաքանչյուր խոսքը կարող են օգտագործել որպես բանակցային process-ի վնասում։ Գևորգ Արստամյանի խոսքը աշխարհը չի լսի տենա, Գևորգն ասում է, գիտեք ինչ կա, ես վրեժխնդրությամբ եմ լցված եւ ես իմ երեխեքին սերմանելու եմ, որպեսզի Արցախը վաղը մյուս օրը պատմական շանս լինի, հետ ենք վերցնելու։ Ես դա հրապարակային ասում եմ։ Ես դա ասում եմ, ես չեմ թաքցնում։ Իմ գիշեր իմ երազներից գալիս է իմ ծննդավայրը, սա գիշերս ողբում էի, որտեղ ընկած իմ գյուղի հողը ճանկրթում էի, ես չգիտեմ, ես խիա սենց այդքան ինձ երազ բերում։ Ճանկրթում եմ ու աղեողորում
Ոնց որ սիրտս կոտորատվելով լաց եմ, դու մի ասա ես դիվան տեղաշորս էի ճղրտում արդեն։ Գինես առավոտ ասում գիշերը քեզ ինչ ա եղել, ում հետ էիր կռվում, ասում չեմ կռվել, բայց երազես գյուղումս էի, ոնց որ մեր գյուղի ներքևի այդ սովետի ժամանակները գարաժներ ա եղել, գարաժները որ քանդվել է 96 թվին բան արդեն սեփականացել են, մեր մանկությունը այդ գարաժներում ա անցել, այդ բան էլի Ռասկուլաչիտ կոմբայնա, տրակտորա, բան երեխեք եք եղել, խաղել ենք, ոնց որ իմ մանկությունը այդ տարածքի վրա է շատ անցել, ու երազիս ես այդտեղ եմ եղել, հողը ճանկրթում եմ, աղիողորում լացում եմ, ու ինչ որ թուրք զինվորականա, հետո խոսում եմ, իբր իրանք մեզ գրավել են արդեն, գյուղը մեզ ասում են դուրս արի, դուրս պետք է գաք, ես իրան ասում եմ, хорошо, сегодня вы выиграли войну, но завтра не забудь, мы обратно приедем за нашу землю, за нашу деревню, за нашу родину, не забудьте, завтра изменится все в мире. Սենց խոսում եմ իշնում եմ այդ գյուղի ներքևի մասը, հողը ճանկրթում, լացում, բան սենց, ու երազիս մեջ լացը, դու մի ասա, ես կոկորտս խզված բան, առավոտը ու տենց, այսինքն մեկա, Նիկոլ Փաշինյանը երկրի վարչապետը, նա չի կարող իմ նման իր էմոցիաքը հայտնի, իր նույնիսկ պլանները հայտնի։ Հիմա ասում է Ղարաբաղ Ադրբեջանի մասա եւ վերջ։ Լավ հանում, ճիշտ էլ ասում է, որտեւ այս պահին տենց է պետք ասի։ Հիմա երբ որ կգա ժամանակը 20 տարի հետո ուժը կհերիքի, կարող ասի, բայց մի րոպե, որ ասել եմ Ղարաբաղը Ադրբեջանի մասա է, բայց դե մի հատ նրբություն կա է, բայց ախր Ղարաբաղցիները Ղարաբաղում չեն, չէ, մենք պետք է այդ հարցն էլ բալուծենք։ Հարց չկա, ասել են Ղարաբաղը քո կազմա, բայց Ղարաբաղցիները անտուն են, իրանց ծննդավայրից լքված են։ Եկեք այդ հարցը մի հատ բացենք, հասկանանք։ Երբ որ ուժ ունենա, երբ որ գիտակցի, որ ինքը ուժով կարա հարցը լուծի, ինքն էլ կգնա այդպես Ալիևի նման դուխով զորույցների։ Ես օրինակը բերել եմ Հեյդար Ալիևը, ասելա որ Ղարաբաղը մենք նավսեկտա կորցրել ենք, էլ չկա։ 94 թվին, թե 93 թիվն էր, պատերազմի օրերն էր, պատերազմից հետո էր։ Անցել է 25 տարի, Ադրբեջանը կռվով վերցրել է Ղարաբաղը։ Հաղթել է պատերազմը վերցրել։ Բարի եղեք, համերաշխվեք, հաշտվեք իրականության հետ, բայց մի համակերպեք, որ դա պետք է լինի շարունակական, դա պետք է ռևանշ լինի։ Ու Փաշինյանը չի կարա ձեզ դուրս գա հրապարակային, ասի ռևանշ լինելու 15-20 տարի հետո։ Ուզում եմ երկիրս տնտեսությունը զարգացնել, ուզում եմ խաղաղությունը լինի, որպեսզի զարգանա, որ հարկ եղած ժամանակ մենք կարողանանք պատերազմով մեկը պատերազմը լինի, թե ուժի սպառնալիքով թուրքերից հետ վերցնենք այն ինչ որ մերն է եղել։ Կարող է հիմա այն ժամանակը ասել Արցախ Հայաստանի վերջ հրապարակային Ստեփանակերտի հրապարակում մեղադրում եք ասում ես խի ասել, ճիշտ եք ասում, Նիկոլը չի պետք է տենց հրապարակային խոսք ասել, դա դիվանագիտական աշիպկա է։ Հիմա ակնկալում եք նորից կրկնի նույն դիվանագիտական իր բանը բաց թողումը, ասի մենք ժամանակը կգա հետ կգնանք Ադրբեջան, պատկերացնում եք տենց բան ասի։ Ու որ թե չի էլ ասում, ես չեմ ասում ինքը այս ինչ որ ասում եմ, ունի տես ծրագիր, ես ասում եմ հնարավոր է, որտեղ պատմությունս դառը փորձ ունի եւ այս ամեն ինչը ես տեսել եմ նախարարչինը Հեյդար Ալիևի վառ օրինակը ձեզ հիմա ասեցի, այսինքն Հեյդարն էլ էր հրաժարվել Արցախից պարտված ժամանակ, Նիկոլն էլ է հրաժարվում Արցախից պարտված ժամանակ, բայց որ ուժեղան հա ժամանակը գա շատ հարցեր, այնպես որ չպետք է այսօր հուսահատվել, կոտրվել, կորցրել ենք Արցախը, դա չի նշանակում, որ ցմա պետքա տենցելի։ Ես ինչքան երազներիս իմ ծննդավայր գնամ, ուրեմն իմ մտքից դուրս չի գալու Արցախի հետ բերելը, Արցախը Հայաստանին վերադարձնելը։ Եվ Ռուսաստանի նախկին Պուտինի պապիկն է, Ստալին պապիկն է Ղարաբաղը տվել, աշխարհն ասում է դե դուք ձեր մեջ տենց հարցեր եք որոշել։ Ստալինը տվել է, հո չեն գալու պատմություն փորփրենք, արեք սենց անենք։ Ադրբեջանինն է ըստ յուրիդիսկի։ Մեկ էլ տեսար աշխարհը ասում է մի րոպե, ես էլ արդեն բան ու գործ չունեմ, պատերազմները բրծավ Ուկրաինա, Պարսկաստանի հետ, հարցեր կա լուծված, այս ինչ անեմ, մի հատ էլ կոնֆլիկտ պետքա ձեր հետ ձեր մեջ անեմ, հայերս էլ ձեռա տալու, ասելու ենք բերեք այդ կոնֆլիկտը ռազ ի նավսեգդա, մեկը միշտ լուծենք, պատմական Արցախը, պատմական հայկական Արցախը, օրինական ամեն ինչով եւ ադրբեջանցիներին ամեն ձևի սանկցիաով եւ ապացույցներով ամեն ինչով իրանց էլ բացատրեք, որ Արցախը ձերը չի ապօրինի կերպով ատրված եւ օրինական կերպով պետքա հայը վերադառնա իր հայրենիք եւ Արցախը պետքա վերադարձվի հայերին։
Երևի այսքանը ժողովուրդ ջան նախքան ուրիշներին քննադատել է մանավանդ հայ մեծերին, որտեղ Արթուր Աբրահամը հայ մեծերի շարքում է վիրավորական բառեր գրելուց էլ իմացեք, որ դուք դրանով պատմում եք ոչ թե Արթուր Աբրահամի իմ մյուսի մասին, պատմում եք ձեր կրթության, ձեր դաստիարակության, ձեր հոգու աղտոտվածության, ձեր նեգատիվի, ձեր թույն ու թարախի եւ ատելության մասին։ Ընդամենը այդքանը, ուրիշ բան չեք ասում։ Առաջներում ծանր էի տանում, ես էլ էի բորբոքու, վայ, ես ինձ խի սենց ասին, բայց ես տենց չեմ, բայց խի են ինձ սենց ասում, ես այդպիսին չեմ։ Հետո հասկացել եմ, որ էդի ես չեմ, էդ իրանք են այդպիսին, ինչ ասում են իրանց մասին են ասում։ Լավ մնացեք բոլորիդ լավոր, եղանակն էլ Հայաստանում այսպես լավ երկինք, արևոտ, արտասահմանում մեր քույր եղբայրները ապրողները, եթե ուզում են Հայաստանը դերան ոնց է, կլիմա ոնց է այսօր, այսպես լավ վիճակ է։ Пока։